Նորից ողջույն, մենք շարունակում ենք, ողջույն Նինա, մեզ հիմա միանում են Նինա Բաղդասարյանը և Սամսոն Մարտիրոսյանը, նրանք ողջույն Սամսոն, ողջույն, ինչպես եք? Լավ, մերսի։ Շատ շնորհակալություն, որ միացել եք մեզ, մենք հիմա խոսելու ենք podcast-ի մասին։ Հիմա փորձելու ենք այսպես ինքնարտահայտվելու մեթոդներից ու գործիքներից մեկի մասին խոսել, որը գուցե դեռ շատերի համար նոր լինի եւ անծանոթ։ Լսիր ինձ հիմա podcast-ինգի դպրոցի երկու մասնակիցներ պատմելու են, թե ինչպես կարելի է լսելի դառնալ այս թվային գործիքների միջոցով։ Ես ում ձեզ պատմեմ ձեզ յուրահատկությունների մասին ձայնի հետ աշխատելու։ Բնականաբար, քանի որ հիմա չնայած որ ոդկասթները շատ պոպուլար են, ամենապոպուլար մեդիումը մեկը մնում է վիդեոն։ Ձայնի ամենապոպուլար ժամանակը եղել է ռադիոյի ընթացքում ու հիմա փոփոխվել է թվային հարթակում, դառնալով արդեն ավելի նիշային, ավելի հասանելի։ Մի քիչ իմ մասին, ես Նինան եմ, ոդկասթներ, որոնց վրա ես աշխատել եմ, մեկը իմ անձնական ոդկասթն է, Ձայնավոր լոբի, որտեղ ես պատմում եմ ինձ հետաքրքիր պատմությունների մասին։ Help Systems Armenia Speaks podcast-ը, որը տեխնոլոգիաների ու դրանց առնչվող թեմաների մասին ոդկասթ է, Help Systems Armenia ընկերության կողմից կազմակերպված, եւ ծրագրավորման փիլիսոփայություն ոդկասթը, որը իմ գոլեգայի ոդկասթն է, ինչպես հասկացաք, ծրագրավորման փիլիսոփայության մասին։ Ինչպես մոտենալ ձայնին։ Ձայնը ինքը ունի բավականին շատ ու աուդիո պատմությունները ունեն շատ յուրահատկություններ։ Ձայնը էմոցիոնալ է առաջին հերթին։ Այն հիմնականում մարդիկ լսում են առանձնացված իրենց մեքենայում, իրենց ականջակալներով, աման լվալիս, հիմնականում ամենաշատ դեպքերը ոդկասթներ լսելու դրանք են։ Դրա համար մենք պետք է հաշվի առնենք դա պատրաստելուց աուդիո պատմություններ։ Ինչպես ենք խոսում մարդու հետ, հաշվի առնելով, որ մենք նրանց հետ միայնակ ենք, հա, իրանց անձնական տարածքում ենք։ Մենք շրջապատված ենք ձայնով ու ինչ է դա նշանակում ոդկասթների համար։ Երբ որ մենք գնում ենք սուպերմարկետ, մենք լսում ենք երաժշտություն, երբ որ մենք քայլում ենք փողոցով, մենք լսում ենք ուրիշի մեքենաների ձայները, մեքենայում, տաքսիում մենք լսում ենք ռադիո։ Ձայնը ամենուր է ու մենք պետք է դա նաև հաշվի առնենք ոդկասթներ պատրաստելիս։ Մարդը լսում է ձեր պատրաստած ոդկասթը ուրիշ ձայների կոնտեքստում ու ձեր ձայնը պետք է տարբերվի իր background ձայներից, հա, նա պետք է լինի գլխավորը։ Եվ դա ձեր աուդիո պատմություններ սարքելիս ձեր ընդհանուր storyline-ը սարքելուց շատ կարևոր է։ Ձայնը ասոցիատիվ է, ու այն կարող է լինել նույնքան ասոցիատիվ, ինչքան պատկերը կամ հոտը։ Եվ դա նույնպես կարևոր է, երբ որ դուք ընտրում եք ձայներ։ Եթե դուք պատրաստում եք աուդիո պատմություն, որում դուք խոսում եք սուրճի մասին, օրինակի համար, դուք պետք է հասկանաք ինչպես եք դուք նկարագրում ձեր ունկնդիրին այդ նույն սուրճի ձայնը, ինչ ասոցիացիաներ եք բերում, որպեսզի նա լսելուց ստանա պատկեր։ Հիմնականում ոդկասթներ պատրաստելուց պատկեր ստեղծելը ամենակարևորն է։ Դուք կարող եք ունենալ շատ լավ ինտերվյու, կարող եք ունենալ շատ լավ երաժշտություն, շատ լավ ատմոսֆերիկ ձայներ, բայց եթե դուք չկարողանաք լավ նկարագրել պատկերը, ձեր աուդիո պատմությունը չի կարող լինել հաջողված։ Հաճախ ասում են, երբ որ դուք գնում եք դաշտային ձայնագրություն անելու, այսինքն ստուդիայից դուրս, շատ կարևոր է, որ երբ որ դուք քայլում եք այդ տարածքով կամ դեռ ձեր ինտերվյուն չի սկսել, ձեր պատմությունը չեք սկսել ձայնագրել, դուք սկսեք ձայնագրել ձեր զգացմունքները, ձեր մտքերը այդ պահում գտնվելիս։ Ինչ եք դուք զգում։ Ուրախ եք, տխուր եք, վախենում եք, ինչպիսին է միջավայրը։ Լուսավոր է, մութ է, ինչպես է դա տրամադրում, ինչպես են մարդիկ, որոնք այդ միջավայրում են, ազդում այդ միջավայրի վրա։ Նաև շատ կարևոր է հասկանալ ինչու ենք ընտրում աուդիո պատմությունների ֆորմատը։ Հիմա ոդկասթները շատ պոպուլար են ու շատերն են սկսում զբաղվել ոդկասթինգով։
բոլոր օրինակի համար YouTube influencer-ները, բոլոր կազմակերպությունները հենց մասնավոր ընտրում են սարքել ոդկասթներ, քանի որ ոդկասթը պոպուլար է եւ նրանք գտնում են, որ կարող են եւս մեկ հարթակ ունենալ իրենց պատմությունը պատմելու համար։ Բայց նաեւ պետք է հասկանանք, որ քանի որ ձայնը ունի, աուդիոն ունի յուրահատկությունները, մենք պետք է հարմարվենք դրան։ Միգուցե ձեր պատմությունը, որը դուք ուզում եք ներկայացնեք, ավելի հարմար է վիդեոյի համար, ավելի հարմար է տեքստի համար։ Պարզապես պոպուլարության համար սարքել աուդիո պատմությունը միշտ այդքան էլ հաջող չի լինում, եթե դուք հաշվի չեք առնում լսարանի ցանկությունները։ Այստեղ նշել եմ մի քանի պատճառ, ինչի կարող եք դուք անել աուդիո պատմություններ, հա։ Լսողի հարմարավետությունները հիմա ոդկասթինգ էլի շատ դառնում է պոպուլար, քանի որ այդքան Հայաստանում չէ, բայց Հայաստանից դուրս, օրինակ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, որտեղ մարդիկ շատ երկար են գնում աշխատանքի հետ գալիս, մոտ 40 րոպե մի ժամ, շատերը ճանապարհին լսում են ոդկասթներ։ Դա լսողի հարմարության համար է։ Եթե դուք տալիս եք ինչ-որ ինֆորմացիա, որը կարող է մարդը լսի այդ 40 րոպեվա ընթացքում իր մեքենայի մեջ, դա լսողի հարմարությանը համար պատրաստված ինֆորմացիա է։ Բայց նաև իհարկե պետք է հաշվի առնել, որ մեկը դուք պետք է սարքեք հետաքրքիր պատմություն, հետաքրքիր ձայներով, պետք է հետաքրքիր մատուցեք ձեր խոսքը, քանի որ մոնոտոն ու նույնանման պատմություն լսելը 40 րոպե հնարավոր չի։ Աուդիո ֆորմատը կարող է թույլ տա խոսալ խնդիրների մասին, որ այլ ֆորմատով հնարավոր չի։ Օրինակի համար կարող է ապահովի հերոսի անոնիմությունը, որը օրինակ վիդեո ֆորմատով այդքան էլ հնարավոր է ստանալ, բայց աուդիո ֆորմատը կարող է զուպահել հերոսի ձայնը առանց ցույց տալու նրա դեմքը եւ իր պատկերը մեկը կմնա նրա ինքնությունը, բայց կունենա նաեւ որոշ չափով անոնիմություն։ Ձեր աուդիո պատմությունը կարող պահանջում է կենտրոնացնել լսողի ուշադրությունը, քանի որ ասենք որ մարդիկ լսում են աուդիո պատմություններ առանձին իրենց ականջակալներով, նրանք ավելի կենտրոնացած են հիմնականում լինում աուդիոյի ընկալման վրա։ Multitasking իհարկե անում են, բայց նման չի վիդեոյի multitasking-ին։ Դրա համար եւս մեկ պատճառ է, որով դուք կարող եք ընտրել աուդիո պատմություն ստանալը։ Եվ ինչպես նշեցինք, աուդիոն ինքը շատ էմոցիոնալ է, դրա համար կարելի է ստանալ շատ զգացական պատկեր ձեր ունկնդիրի համար, նույն նկարագրություններով, երաժշտություններով, ձայներով, որ դուք կհավաքեք ձեր պատմությունը պատրաստելու համար։ Եվ հիմա ինչ անել, որպեսզի ստանանք լավ աուդիո պատմություն հարուստ տարբեր ձայներով։ Մինչև սկսելը ձայնագրությունը դուք պետք է brainstorm անեք ձեզ հարկավոր ձայները։ Դուք պետք է մտածեք, եթե ես անում եմ պատմություն ինչի մասին, օրինակ դպրոցների մասին, հա, դպրոցական երեխաների մասին, ինչ ձայներ եմ ես ուզում։ Ես ուզում եմ դպրոցից, հա, ձայներ, շուխուռի երեխաների ձայների, ես ուզում եմ դասից ձայներ, ես ուզում եմ գրատախտակին կավիճով գրելու ձայներ, հա։ Դա ամենը դուք պետք է նախապես ունենաք ձեր մտքում։ Ինչ ձևին եք ուզում լինի ինտերվյուն, որտեղ եք դա անելու։ Պետք է ասում եք աուդիո պատմության կառուցվածք, այստեղ կա մի օրինակ նշված, հա, կարող եք դուք սկսել նրանից, որ դուք օրինակի համար տալիս եք ներկայացնում եք, հա, ընդհանուր պատմությունը եւ միանգամից ներկայացնում եք կոնֆլիկտը։ Հետո սկսում եք կամաց-կամաց բացել եւ գալիս եք հանգուցալուծման։ Այդ ամենը պետք է դուք մինչև աուդիոն ձայնագրելը արդեն ինչ որ ձևով նախատեսած լինեք։ Բայց իհարկե կարող եք նաև խախտել կանոնները։ Թողեք ձեր պատմությունը գնա իր հունով։ Միգուցե ձեր հերոսը պատմում է ձեզ նենց մի բան, որ դուք չեք նախատեսել։ Միգուցե գտնում եք նոր ձայնային լուծումներ, որ էլի չեք նախատեսել։ Անձամբ իմ մոտ եղել են նմանատիպ դեպքեր, որ երբ որ ես սարքում էի ձայնավոր լոբիի առաջին աուդիո պատմությունը, ես ման էի գալի ոչ ավելի sense թեթև հումորային պատմություն ու երբ որ ես սկսեցի իմ հերոսներին տալ հարցերը, բոլորը սկսեցին գնալ նույն ուղղությամբ, նույնիսկ սկսում էին նույն ձև պատմել, հա, պատմում էին ոնց սկսեց, կուլմինացիան ու հետո սկսում էին վերլուծել ինչումներ պատճառը, հա, որ դա եղավ, ես նրանց չէի խնդրում, որ նրանք այդպես ներկայացնեն, բայց ամեն դեպքում նրանք սկսում էին լրիվ ուրիշ ուղղությամբ պատմել ու ես թողեցի, որ իրանք շարժվեն իրանց ուղղությամբ, հա, խոսան այն մասին, ինչ որ իրանց է հուզում ու այնպես էր ստացվել, որ երեքին էլ նույն բանն էր հուզում ու ստացվեց ավելի հետաքրքիր պատմություն, քան ես նախատեսել էի։
Հիմա ինձ թվում է շատ լավ կլինի, որ մենք նայենք օրինակներ, քանի որ թեորետիկ խոսալով դժվար է պատկերացնել ինչպես հավաքել լավ ձայներ, ինչպես ստանալ հետաքրքիր աուդիո պատմություն։ Ձեզ կցույց տամ իմ ոդկասթից, ձայնավոր լոբիից, հետքի ոդկասթից, որ մեր մյուս խոսնակ Սամսոնն է վարում, ականջող ոդկասթից, եւ մի քանի հատ ամերիկյան ոդկասթներ եմ այստեղ նշել։ Հիմա եկեք լսենք։ Քանի որ ասացի հերոսինները սկսեցին իրենց ուզած ուղղությամբ տանել պատմությունը ու արդեն մոնտաժ անելուց ես սկսեցի կենտրոնանալ նմանությունների վրա ու քանի որ սկզբում պատկերացնում էի, որ պարզապես 3-ը իրար հետևից կդնեմ իրենց պատմությունները, որ մեկի պատմություն A, պատմություն B, պատմություն G, բայց հետո ստացվեց նենց, որ այնքան նման էին իրենց պատմությունները, որ ավելի հետաքրքիր էր լինում կառուցել նմանությունների վրա։ Այս են հատվածները, որ իրանք սկսում են պատմել ինչի են կարծում, հիմնական փողոցային սեռական ոտնձգությունների մասին էր այս պատմությունը, ու իրանք սկսում են պատմել, թե ինչի են կարծում, ինչի եղավ այդ սեռական ոտնձգությունը։ Ես ընդամենը մի հատ ստատուս եմ գրել ու պատճառը այն էր, ես ենթադրում եմ, մենակ այն, որ ես մտել եմ յատուն ու խոսեմ, նայել եմ իր աչքերի մեջ, շփթացել եմ։ Միշտ մենք միշտ որպես աղջիկ ու կին անընդհատ գնահատում ենք մեր միջավայրը, որտեղ ենք մենք այն մարդը այնտեղ կանանց վտանգավոր է, թե չէ պետքա փողոցանց այս տաքսին կարամ նստեմ, իսկ հետո այս մութ փողոցով կարամ գնամ, թե չէ անընդհատ մենք մեր գլխի մեջ ամենը անում ենք։ Ոնց տեսնում եք, իրոք բոլորը սկսում էին նույն բանի մասին խոսալ ու էֆեկտը ավելի ուժեղ էր ստացվում, երբ որ իրանք բոլորն էին այդ ասում ու միասին։ Այսինքն ստացվում էր, որ բոլորը ունեն այդ խնդիրը, բոլորը զգում են այդ պատճառները ու իրանք ձայները միասին multiply-ն են, չեմ հիշում հայերեն ոնց են ասում։ Մյուսը էլի իմ ոդկասթից կնվագեմ ձեզ։ Մոտավորապես էլի նույն խնդիրներ ունեցած այստեղ ես մտածում էի, որ ես կձայնագրեմ բոլորի պատմությունները, սա կարանտինի սկզբում եմ ձայնագրել մեկուսացման մասին, հիմնականում ուզում էի պատմությունը լիներ այդ մեկուսացման զգացումը փոխանցեր, խոսացել եմ մարդկանց հետ, որոնք Երևանում էին, Լեհաստանում էին, ԱՄՆ-ում էին, ուզում էի ցույց տալ այդ ավելի ոչ թե փաստերը, այլ մարդկային զգացմունքները մեկուսացման մեջ լինելուց ու էլի մտածում էի, որ հերթով կդնեմ, որ ահա Լեհաստանում ցենց է, ԱՄՆ-ում ցենց է, Երևանում ցենց է, բայց հետո իրանք էլի սկսեցին կրկնել իրենց ասած ու ես արդեն սկսեցի մտածել ձայնային ինչ լուծումներ կարող եմ տալ, որ համ ցույց տամ այդ հոգնածությունը, համ լարվածությունը, համ միայնությունը։ Ալո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Արաքե։ Ալո։ Այո։ Եվ привет։ Привет։ Կարանտինի խոսակցություններն էլ ցաղում։ Այս հիմնական այլեի նրա համար, որ ցստամ, որ բոլորը ամեն ինչ նույնանման է, մեր ցախշփումը դարել է այդ հեռախոսի զանգի մեջ ու այդ նույնանմանությունն է, էլի ուզում ցտայ, նույնն էլ ստեղ եմ արել։ Հետ ինչով ես քեզ զբաղացնում։ Ես չեմ, ինչ-որ իմ պրոյեկտներն եմ բզբզում։ TikTok եմ գրանցել։ Լուսիդեն նկարում եմ։ Որտեղներ եմ նայում, ինչ-որ գրքեր եմ կարդում, մասնագիտական, ոչ մասնագիտական։ Անատոմիա եմ պարապում, վագում եմ, երգում եմ։ Վերջը Խաղեր եմ խաղում։ Փորձում եմ ինչ-որ Քանի որ իրանք նույն բանն էին ասում, իրանք ձայները իրար չեր խանգարում, եւ եթե ես իրանք միանգամից իրար հետ դնեի, ես որոշել էի այդ լուծումը տալ, որ ավելի հասկանալի լինի մարդկանց։ Մյուս օրինակը, որ կարող ենք նայել, այդ հետքի օրինակն է, ֆայլա բազարի մասին, որ իմ համար շատ տպավորիչ էր էլի այս էպիզոդը ու հենց սկզբից ինքը ստեղծում է շատ լավ այդ ֆայլա բազարի պատկերը, հենց ֆայլա բազարի ձայներով, մարդկանց պատմություններով ու հեղինակի ձայնով։ Ես շենքի մեջ եմ, ինքը քաշում է կալոնա, բայց շենք ու փլվա գխից։ Ասի կայնի դե չի լսել տրակտորից ես մեր ախպերը։ Ինքը լիպյոտկով ձգմա։ Այդ պահին ֆայլա բազարում եմ, Ռոբերտը պատմում է էքստրեմալ պայմաններում արած իր գործերից։ Այդ պահին ոչ ոքի քաշում է, արդեն ախպեր, պետք է թռնեն։ Ռադիոյով լսելու են խոսքերը։ 4 մետր ներքև, 4 մետր ներքև թռնեմ, 5-6 մետր։ Փոփրգվեմ։
Չգիտեմ որտե բախկվեմ, այդ պահին քաշես շենք, ոյշավ։ Ամա ջանորա։ Հետո էլ գիտեմ աշկից մեջ հավաս կա, դու մի ասա, իմ լարվածուց իմ աշկի թաղանթը տրակել է։ Բայց այդ ձևի գործեր են կանում, ախպերս։ Էքստրեմալ, ֆանտաստիկ գործեր են կանում։ Արդեն լսեցիք, հա, օրինակի համար այնտեղ կար background-ից ինչ որ մարդ ինչ որ բաներ ասում, ռադիոից ես լսելու են։ Հիմնականում օրինակի համար շատ ռադիոյում աշխատող մարդիկ ձեզ կասեն, որ տենց բաներ չի կարելի անել, որ երբ որ ինտերվյու եք վերցնում, հետևի ձայները չի կարելի լսվի, պետք է մաքուր լինի ձեր ձայնը, բայց այստեղ օրինակ հակառակը դա օգնում էր պատկեր ստեղծել, թե վերաբերմունքը ֆայլաբազարի աշխատողների լրագրողներին ոնց է։ Սամսոնը սա հետո պատմում է, որ գրել է Աբովյանի ֆայլաբազարում, քանի որ Երևանում լրագրողները այնքան շատ են գնում, որ արդեն մարդիկ էլ չեն ուզում իրancs հետ առնչվեն։ Ինձ թվում է շատ հետաքրքիր ու նաև այդ ամբողջ ձայները սկսել հենց պատմությունով, որը շատ էքստրեմալ է, արդեն լսողի մոտ ստեղծում է պատկերացում, թե ինչից ենք խոսալու, հա, այդ վտանգից, աշխատանքային պայմաններից։ Այդտենց մյուսը, որ դրել է այդ ականջող ոդկասթից, հա, Այլի հենց սկզբից Անահիտը սկսում է ստեղծել պատկեր, հա, թե այս Մարիամ Շահինյանը ինքը լուսանկարիչ է հայ Թուրքիայում, սկսում է պատմել, թե իր զգացումները Թուրքիայում լինելով որպես արևելահայ, հա, Երևանից հայ, ինչ է ինքը զգացել ու ինչպես է ինքը առնչվել Մարիամ Շահինյանի հետ։ Լինել Ստամբուլում ու լինել հայ, թերևս արևելահայ նշանակում է ապրել անդադար ներկա անակնկալի մեջ։ Դու ապրում ես մի զգացողություն, որ պատմությունը միտեղ լուր սպասում է, որ հայտնվի քեզ։ Անսպասելիությունը, անպատկերացնելին ու չիմացածը հայտնվում են գիտակցությանդ ու փոխում մտածելու հունը։ Ես երբեք չի էլ կարող ենթադրել, թե ինչից կհուզվեմ ամենաշատը։ Ու ես անակնկալ ինձ համար, ու իմ զգալը ավելի մեծ անակնկալ։ Ինչպես կարող է անցյալը լինել կենսունակ, ինչպես է իմ զգալը անցյալը մի ակնթարթում դարձնում ներկա, ինչպես կարող է անծանոթի պատմությունը դառնալ իմ պատմությունը։ Ստեղ եթե համեմատենք անցած պատմության հետ, շատ ուրիշ ձև է կառուցել Անահիտը իր պատմությունը։ Ստեղ կա մենակ իր խոսքը ու երաժշտություն, բայց էլի շատ էֆեկտիվ է։ Ինձ թվում է բոլորդ կհամաձայնվեք, որ միանգամից պատկերացնում ես իր զգացումները ու ինչի մասին է ինքը խոսալու։ Ինքը խոսալու է անծանոթ մարդու, որը այս դեպքում Մարիամ Շահինյանն է, պատմության մասին, որ դառել է արդեն իր անձնական պատմությունը, իր կյանքի մասին, իր հուզմունքների մասին, որ անծանոթ տարածքում, որը բայց նաև միևնույն ժամանակ իրան հարազատ էր, ինքը գտնում էր բաներ, որոնք ստիպում էին իրեն հուզվել։ Այս դեպքում այդ եղել է Մարիամ Շահինյանի լուսանկարները, որը առաջի կին լուսանկարիչներ, որի մասին մենք ոչ մի բան այդքան էլ չգիտենք, հա, Հայաստանում լինելով, Թուրքիայում լինելով։ Սամսոն, նորից ողջույն։ Ողջույն։ Ես արդեն սկսեմ, շնորհակալություն։ Այո, կարող է շարունակել, կարծում եմ Լինան պատկերավոր ցույց տվեց, թե ինչպես կարելի է առանց պատկերի այդ միջավայրը ստեղծել եւ մարդուն ընկալվել ինչ-որ զգացմունքների տրամադրությունների մեջ։ Նախ ներկայանամ, իմ անունը Սամսոն է Մարտիրոսյան, ես լրագրող եմ, աշխատում եմ հետք.am ինտերնետային թերթում որպես լրագրող եւ նաեւ հետք podcast-ի հեղինակն եմ, անցած տարվանից զբաղվում եմ հետք podcast-ի producer-ով, այսինքն ես ամբողջը մենակ եմ անում, աշխատում եմ մենակ, համ լրագրող եմ, համ producer եմ, համ խմբագիր եմ, մի խոսքով այն ամենը ինչ որ կապված է podcast ստեղծելու հետ, ես անում եմ ինքնուրույն։ Ասեմ որ 2005 թվականին podcast բառը Oxford-ի ամերիկյան dictionary-ն մտցրեց իր ճանաչեց տարվա բառ, որովհետև հենց այդ ժամանակ սկսեց տարածել podcast-ները եւ 2006 թվականից արդեն Oxford-ի ամերիկյան բառարանում կա podcast բառը։ Ու հիմա շատ բարդ է գտնել ինչ-որ կազմակերպություն կամ մեդիա, մանավանդ արևմուտքում, որ չունենա podcast,
Դե համար մենք էլ որոշեցինք հետ podcast-ը ստեղծել։ Հիմնական մեր նպատակը այն էր, որ նախ հետ չմնալ, այսպես ասած, միջազգային տրենդից, մենք էլ ունենանք podcast եւ բարձր որակի, լավ որակի աուդիո ռեպորտաժներ անենք եւ երկրորդ նպատակը նաեւ այն էր, որ կարծում ենք, որ podcast-ը ավելի երիտասարդ լսարան ձեռք բերելու եւ լսարանը ընդլայնելու խնդիր կարող է լուծել, որովհետեւ շատ դեպքերում եթե վերցնենք կոնկրետ մեր թերթը, քանի որ բավական լուրջ հետաքննություններ են անում, երիտասարդությունը այդքան հակված չի շատ լուրջ տեքստեր կարդալու, այսպես շատ խորանալու, իրենց երիտասարդությանը ավելի շատ հետաքրքրում է ավելի թեթև կոնտենտ, այսպես ասած վիդեո կոնտենտ, թեթև կոնտենտ եւ podcast-ի նպատակներից մեկը նաև այն էր, որ կարողանանք երիտասարդներին գրավել եւ երիտասարդները կարողանան այն լուրջ թեմաները, որոնք որ մենք ներկայացնում ենք, podcast-ի միջոցով ծանոթանալ։ Անցած տարի սեպտեմբերին ենք առաջին թողարկումը հրապարակել մեր podcast-ի, մինչև այդ ես մասնակցել եմ Նինայի հետ եւ մի խումբ այլ podcast-երների հետ մասնակցել եմ Media Initiative Center-ի կազմակերպած podcasting-ի դասերին, մի քանի օրանոց, կարծեմ մի շաբաթ տևեց։ Այս մեր հիմա կարող եմ ասել, որ նաեւ Հայաստանում ցանկացած մարդ կամ ցանկացած կազմակերպություն, լինի դա մեդիա կազմակերպություն կամ այլ կազմակերպություն, որ զբաղվում է podcast-ի արտադրությամբ, նաեւ փորձում է զարգացնել podcast լսելու մշակույթը, քանի որ Հայաստանում այդքան շատ տարածված չի, դրա համար բացի մեր հիմնական նպատակներից, նաև մենք բոլորս ուզում ենք, որ Հայաստանում podcast լսելու մշակույթը տարածվի եւ մարդիկ կարողանան ծանոթանալ, հասկանալ, ինչպես կարելի է լսել podcast, որովհետեւ բառացիորեն կարող եմ ասել, որ ցանկացած ճաշակի տեր եւ ցանկացած նախասիրություն ունեցող մարդու համար կա համապատասխան podcast եւ եթե չեք լսում, այլ կարող եք դուք ինքներդ արտադրեք, որովհետեւ այդքան շատ բառ չի, իհարկե որոշ բարդություններ, որոշ սպეციფიկ բաներ կան, որ Նինան խոսեց, բայց podcast-ը նաեւ տարբերվում է օրինակ վիդեո արտադրությունից նրանով, որ ինքը ավելի հասանելի է, իրեն ստեղծելը ավելի էժան է ու հետևաբար ավելի շատ մարդիկ կարող են դրանով զբաղվել։ Մի փոքր ուզում եմ ներկայացնել նաև մինչև հիմնական իմ պրեզենտացիան անցնեմ, մի փոքր ուզում եմ ներկայացնել նաև հետ podcast-ը, թե ինչով ենք զբաղվում, ինչ թեմաներ ենք լուսաբանում։ Ինչպես ասացի, անցած տարի ենք սկսել սեպտեմբերին առաջի թողարկումը, առաջի էպիզոդը սեպտեմբեր ամսին հրապարակեցինք։ Ես նպատակներից մեկը այն էր հետ podcast-ի բացի երիտասարդ լսարան ձեռք բերելուց եւ տրենդի մեջ մնալուց այն էր, որ մենք ուզում էինք նաեւ ցույց տալ լրագրողների աշխատանքը, ցույց տալ այն աշխատանքը, որը որ շատ դեպքերում գրավոր տեքստից դուրս է մնում եւ մարդիկ չեն պատկերացնում, թե մի հետաքննություն անելու համար որքան աշխատանք է տարվում, անգլերեն պիտի ասեմ այդ բառը backstage, այսինքն թե բեմի հետևում ինչ է կատարվում, նաև այդ նպատակը ունենք ու առաջի էպիզոդը այսպես սիմվոլիկ հենց այդ նպատակի շրջանակներում մեր թողարկած էպիզոդներ, որը որ արել եմ ես եւ իմ գոլեգաներից մեկը Տաթևը, ով ամիսներ շարունակ հետաքննություններ արել միարեցնող միջոցների մասին, տարբեր արտանելեր միարեցնող միջոցներ, առանց որևէ բժշկի կողմից որևէ նշանակումների գնել էր դրանք, տարել էր, ստուգել էր լաբորատորիայում, մի խոսքով շատ մեծ հետաքննություններ էր արել ամիսներ շարունակ եւ այդ հետաքննությունից վայել էր ձայնագրություններ, թե ինչպես այդ մարդկանց հետ հանդիպում, ինչ խորհուրդներ են տալիս ու պարզել էր, որ Հայաստանում գործում է մի ահռելի սև շուկա, որը որևէ կերպ չի
կարգավորվում, որևէ կերպ օրենքի սահմաններում չի եւ այդպես մեծ հետաքրքրություն է ստացել ու Տաթևի հետ արեցինք այս առաջի էպիզոդը հենց այդ սև շուկայի մասին կարող եք լսել շատ հետաքրքիր թեմա է իմ կարծիքով նաեւ ցույց եմ տալիս լրագրողի աշխատանքը ու հասկանում ես փորձել եմ այնպես անել որ ունկնդիրը հասկանա ինչ մեծ ահռելի աշխատանք է տարվել երկրորդը ֆայլաբազայի մասին է Նինան արդեն շնորհակալություն Նինային այս ֆայլաբազարից օրինակ բերելու համար ֆայլաբազայի մասին է աշխատանքային իրավունքների փորձել եմ հասկանալ ընտրել այնպիսի թեմա որ շատ խորքային վերլուծած չի հիմնականում այն վերլուծությունները որոնք որ ֆայլաբազային են վերաբերվում ինչքան որ ես տեսել եմ ինչքան որ ես էպիզոդը ստեղծելուց առաջ հետազոտել եմ շատ խորքային վերլուծած չէր դրա համար ես փորձեցի հասկանալ ֆայլաբազարի երևույթը շատ հետաքրքիր բաներ գտա կարող եք լսել ես ասեմ թեմաների ընտրության մասով թեմաները շատ տարբեր են չեմ կարող ասել որ մի շատ հստակ ուղղվածության շուրջ եմ աշխատում հստակ ուղղվածություն չկա ընտրում եմ թեմաներ որոնք որ կարծում եմ հետաքրքիր կլինեն սոցիալական տնտեսական մշակութային շատ տարբեր թեմաներ եմ ընտրում մարդու իրավունքներ աշխատանքային իրավունքներ podcast-ի առավելություններից նաև այն է որ սահմանափակող չի, այսինքն ցանկացած թեմա, ցանկացած բան, որ դուք ինքներդ ուզում եք հասկանալ, ընտրել, հետազոտել, կարող եք անել աուդիո հետազոտելու տեսքով, այսպես ասած։ Երրորդը Գերմանիայից արտաքսված հայաստանցի մարդկանց միգրանտների մասին է, ինչպես գիտեք, Հայաստանում պես տարածված երևույթ էր, որ գնում էին Գերմանիա, հատկապես առողջական խնդիրներ ունեցող մարդիկ գնում էին Գերմանիա եւ այսպես ասած հանձնվում էին ու այնտեղ բուժում էին ստանում, բայց 2010-ի հեղափոխությունից հետո Գերմանիա ու նաեւ Գերմանիայում միգրանտների այսպես ճգնաժամային իրավիճակից հետո Հայաստանը դասվեց այն երկրների շարքին, որոնք որ համարվում են կանաչ գոտու երկրներ, այսպես ասած շատ տեխնիկապես չեմ խորանա, ու դրա պատճառով սկսեցին հայաստանցի միգրանտներին, ովքեր որ Գերմանիան բուժում էին ստանում անվճար պետության հաշվին, արտաքսել, ու այստեղ մի ընտանիքի պատմության մասին է։ Չորրորդը պատմություններ Սյունիքից աուդիո սկեչեր են, ես սեպտեմբերին գնացել էի Սյունիք, տարբեր գյուղեր էի այցելել, մարդկանց հետ շփվել ու այդ մարդկանց հետ շփվելուց սկեչեր են, կարելի է ասել, շատ այսպես աուդիո ձևավորում եմ արել, ինձ թվում է, որ լսեք կհասկանաք մոտավորապես ինչ ոճի է։ Հինգերորդը հայաստանցի եզդիների մասն է, ես նպատակ էի դրել ցույց տալ հայաստանցի եզդիների կրոնամշակույթը, սոցիալական պայմանները, որ չգիտեմ, միջին վիճակագրական հայաստանցին կարողանա հասկանալ թե հայերից բացի այլ ինչ ազգություններ են ապրում Հայաստանում ու այս մեկը եզդիների մասին արեցի, ինչ ալած այս իմ ռեպորտաժի համար ստացել եմ մրցանակ, երկրորդ տեղի մրցանակ, կրոնական հանդուրժողականության լրագրողական մրցույթի երկրորդ մրցանակն եմ ստացել։ Հիմա ես դες կպատմեմ 5 բան, որ ես սովորել եմ ձայնային storytelling-ի մասին։ Storytelling-ը ինչ է, անգլերեն բառ է պատմություն պատմել։ Այսինքն դա ինչպես ես պատմում այն պատմությունը, որը որ դու ունես, որը որ հայտնաբերել ես կամ ուզում ես հանրությանը հասանելի դարձնես։ Ես այս բաները պատմեմ ձեզ իմ անձնական փորձից, փորձերը կարող են լինել տարբեր, դրա համար հաշվի առեք, որ ես կիսվում եմ իմ սեփական փորձով ու նաև որոշ խորհուրդներ կտամ։
Նախ առաջինը դաշտային ձայնագրությունից առաջ շատ կարևոր է ունենալ նախնական պլան եւ հետո կառուցվածք։ Պատկերացնենք մի իրավիճակ, երբ որ ես միտք ունեմ անել մի podcast ձայնային ռեպորտաժ մի թեմայի շուրջ ու այդ թեման օրինակ շուն կրվածնելն է, ցույց տալ շուն կրվածնելու երևույթը, փորձել հասկանալ տարբեր կողմերից ցույց տալ թե ինչ երևույթ է, ինչ է իրենից ենթադրում, ինչի մասին է ընդհանրապես ու ինչ խնդիրներ կան այստեղ։ Ու իմ թեման էս է, ընտրեցի, մտածեցի մի քանի օր, ընտրեցի, որ այս թեման եմ ուզում անեմ, ու ինչ եմ անում հաջորդ բանը, պատկերացրեք դատարկ թղթի դիմաց նստած եք ու ուզում եք ինչ-որ դատարկ թղթի վրա գրել, քանի որ տեքստը մի քիչ տարբերվում է, մի քիչ ահագին տարբերվում է աուդիոից, պետք է հաշվի առնել նաև որոշ նախնական գործողություններ, որոնք որ դուք կարող եք անել, խոսել մի մասնագետի հետ, ով որ բախվել է այս շուն կզվածնելու թեմային։ Գտնել մի մարդու, ում համար շուն կզվածնելը շնամարտը, այսպես ասած, հոբի է։ Ու այսպես փորձել նախնական պլանի մեջ ներառել բոլոր այն գործող կերպարներին, որոնք որ ձեզ պետք կգան։ Ու հետո արդեն, երբ որ ունես փորձել ես որոշ մարդկանց փորձել ես արդեն գտնել, անցնել կառուցվածքին, կառուցվածքի ինչ է իրենց ենթադրում, քանի որ դուք ունենում եք հնչեղություն, այդ հնչեղությունը պետք է ունենա շատ հստակ ֆորմա։ Ի տարբերություն վիդեոյի, աուդիոն հնարավոր է սկսել ցանկացած պահից, ձեր պատմությունը դուք կարող եք սկսել մեջտեղից, վերջից, սկզբից, որևէ կետից, այդ իրականում էական չէ, արդեն ձեր որոշումն է, վիդեոից մի քիչ տարբերվում է, նրա համար կարող եք ցանկացած կետից սկսել, բայց շատ կարևոր է, որ ձեր պատումը ունենա կառուցվածք, որ քաոտիկ չստացվի, որ ընկալելի լինի, իհարկե հաշվի առնելով ձեր լսարանի նաև պահանջները։ Ես այստեղ բերել եմ իմ անձնական որոշ կառուցվածքներ, որոնք որ ես օգտագործում եմ, իրանք կառուցվածքները իրականում շատ են, ինտերնետում շատ կան պատումի կառուցվածքներ, storytelling structure, կոչվում է, կարող եք Google-ով փնտրել, գտնել, շատ են, ես կբերեմ մի օրինակ, այս ամենատարածված օրինակներից մեկն է, երբ որ առաջի, այսպես ասած, բացումը անում ենք մեր հերոսով կամ ակտիվ անձով, ով որ զբաղվում է ինչ-որ գործողությամբ։ Ֆայլաբազար դեպքում Նինան արդեն միացրեց ֆայլաբազարի սկիզբը ինչպես եմ կառուցել, դուք լսեցիք, ես սկսել եմ հերոսով, իմ հերոսներից մեկը ֆայլաբազարի աշխատողներից մեկն էր, ով որ պատմում էր հենց տեղում, թե ինչ աշխատանքներ է արել։ Այսինքն սկսում եմ իրենով, որպեսզի սա նախ թույլ է տալիս գրավել ձեր լսարանին ու պահել ձեր լսարանը, որպեսզի մարդիկ մնան մի քանի րոպե լսելուց հետո չանջատեն։ Սա այս գիծն է, բացումը։ Երկրորդը տեսնում եք այս ֆորման, սա պայմանական կարող ենք անվանել ասելիքի փոսը, այսինքն ցանկացած ասելիք, որ դուք ունեք, շպրտում եք, լցնում եք այս փոսի մեջ, իհարկե իրար վրա չեք լցնում, ուղղակի քաոտիկ կերպով չեք լցնում, որոշակի տրամաբանությամբ եք լցնում, բայց ձեր ասելիքը որպես հեղինակ, հարցազրույցները ձեր գործող անձանց հետ, մեր դեպքում եթե որոշել ենք շնամարտի մասին անել ռեպորտաժ, դա կլինի հարցազրույց այդ մասնագետների հետ, հարցազրույց կազմակերպությունում աշխատող մարդու հետ, հարցազրույց հենց ձեր հերոսի հետ, հարցազրույց այն մարդկանց հետ, ովքեր որ սիրում են դիտել շնամարտ, այն մարդկանց հետ, ովքեր որ դեմ են շնամարտին, մի խոսքով այն ամեն ինչ որ դուք ունեք ասելու, որոշ տրամաբանությամբ լցնում եք այս ասելիքի փոսի մեջ, եւ վերջում մենք կարող ենք վերադառնալ մեր հերոսին, եթե օրինակ սկսենք շնամարտով զբաղվող մարդու հետ բացման մեր սկիզբը լինի
շնամարտով զբաղվող մարդու ինչ որ գործողությունից, ապա վերջում կարող ենք հետ վերադառնալ էլի նրան ինչ որ այլ գործողություն անելիս կամ իր հետ հարցազրույցից ինչ որ մաս դնելով, բայց շատ կարևոր է որ գործողություն լինի այս ամենը։ Տեսնում եք, այստեղ պատման այլ տեսակներ կան, այլ ձևեր կան, ինչպես ասացի, դրանք շատ են, կարող եք ինքներդ նայել եւ գտնել, դրանք կարող եք իրականում նաև դուք ձերը ստեղծել, հաշվի առնելով ձեր թեման։ Հաջորդը, ուրեմն հարցազրույցին պատրաստվելիս, ես այս մասը պայմանականորեն անվանել եմ 1000 մի հարց։ Ես ինչ եմ անում, ամեն հարցազրույցից առաջ պատրաստվում եմ, ու ինչպես եմ պատրաստվում, գրում եմ այն բոլոր հարցերը, որոնք որ ես ունեմ ներկապային, ցանկացած հարց, որը որ ես կարող եմ տալ այն մարդուն, ում որ հարցազրույց եմ անելու, այդ բոլոր հարցերը կարող եմ գրել։ Ու շատ կարևոր է հաշվի առնել, որ հարցերը կարելի է բաժանել պայմանականորեն ասած 4 մասի, որպեսզի կերպարը հասկանաք, մարդու կերպարը հասկանաք, այստեղ գրել եմ ով, թե այն մարդը, ում որ հարցերից եք անում, ով է, որպեսզի ձեր ունկնդիրները հասկանան ինչ կերպարի մարդ է։ Երկրորդ, եթե ունեք ինչ-որ իրադարձություն, այդ իրադարձությունը պետք է հասկանալ։ Դրա համար այդ մարդուն կամ մարդկանց հարցնում եք, թե ինչ եղավ այդ իրադարձության ժամանակ։ Այսինքն, այս երկրորդ խմբի հարցերն են, որոնք որ օգնում են մեզ հասկանալ իրադարձությունը։ Երրորդը, մենք պետք է հասկանանք նաև գործողությունները այդ մարդկանց կամ մի մարդու, դրա համար հարց ենք տալիս, օրինակ, ինչ արեցին, ինչ գործողություններ ձեռնարկեցին, որ ինչ եղավ, այսինքն, այս գործողությունները հասկանալու համար հարցեր են, և արդյունքները հասկանալու համար հարցեր, իսկ հետո ինչ եղավ, այս գործողությունները, որ արեցին, հետո ինչ արդյունքի բերեցին այս գործողությունները։ Անպայման հաշվի առեք, որ լավ աուդիո պատում ունենալու համար այս բոլոր հարցերին ունկնդիրը ցանկալի է, որ պատասխանը ստանա, այլապես կիսատ կլինի։ Հաջորդը 2N, ինչ է սա նշանակում, աուդիոյի մեջ շատ կարևոր է, որ նկարագրությունները շատ կարևոր են, պատկերացնելու համար ասեմ, եթե դուք ձեր աուդիոյի մեջ ասում եք սեղան, այդ մարդ պատկերացնում է սեղան, բայց եթե դուք ասեք, օրինակ, կարմիր գույնի սեղան, որի վրա եռանկյունի սեղան, որի վրա դրված էր հեռախոս, մոխրաման և բլոկնոտ ու գրիչ, այդ արդեն մարդու մոտ ավելի ուրիշ պատկեր կստեղծի իր ուղեղի մեջ, դրա համար նկարագրությունները շատ կարևոր են և որքան սպեցիֆիկ, այդքան լավ, ինչքան նկարագրությունը լինի հստակ, այդքան ավելի լավ, այս եթե մենք նկարագրությունները շատ լավ ենք անում, շատ հստակ ենք անում, դա թույլ է տալիս ձայնի միջոցով փոխանցել միջավայրը։ Ես իմ բոլոր այն մարդկանց ում հարցազրույց եմ անում, ովքեր որ ինչ-որ կարևոր դեր են գրավում իմ ոդքասթի մեջ, խնդրում եմ, որպեսզի նրանք ներկայանան, որպեսզի մարդը ինքն իր լեզվով ինքն իրեն ներկայացնի, եթե լսեք այս վերջին թողարկումը, անպայման կհասկանաք, որ այս երկու մեթոդներն էլ կիրառել եմ և ներկայանալ և նկարագրել, որովհետև իմ հերոսներից մեկը և ներկայանում է և նկարագրում է։ Ստիպում եք ունկնդրին աշխատեցնել երևակայությունը։ Չորրորդը, կարծում եմ սրան շատ կբախվեք, եթե որոշել եք պոդքասթինգով կամ աուդիո պատումներով զբաղվել, երբ որ հարցազրույց եք անում, մարդը շատ երկար, այսպես ու կրկնվող միտք է արտասանում, այսինքն ըստ էության ասում են նույն բանը, բայց տարբեր բառերով եւ երկար ձևակերպումներով, դրա համար շատ կարեւոր է, որ դուք որպես հարցազրույց անող կարողանաք
այն բանալի բառերը վերցնելով կարճ վերաձևակերպեք իր ասելիքը եւ հետո արդեն խմբագրման ժամանակ, որպեսզի ձանձրալի այդ երկար կրկնվող միտքը չդնեք, կարող եք դուք արդեն ձեր հեղինակի խոսքով ուղղակի վերաձևակերպել, թե ձեզ ասենք մի 2-3 րոպեի ընթացքում ինչ է ասել այն մարդուն, որ հարցազրույց է անում։ Այս կարող է թվալ, թե այդքան էլ մանր ինչ-որ կարևոր հմտություն չէ, բայց հավատացեք, այս շատ եք օգտագործելու, եթե դուք որոշեք ձայնային ոդքասթինգով զբաղվել, եւ սրա մասին Նինան արդեն խոսեց մի փոքր, իմ համար կարևոր է ու դուրեկան է աուդիո ֆորմատով աշխատելը, որովհետեւ դա թույլ է տալիս որոշ առումով մարդկանց ավելի անոնիմ մնալ, այսինքն երբ որ ես հարցազրույց եմ անում, գնում եմ մոտենում եմ մարդկանց, ինձ միշտ ասում են նկարում ես, ասում եմ չէ, ես ձեզ չեմ նկարում, ես ռադիո եմ անում, ու ինչ որ մի պահի մարդիկ արդեն չեն տեսնում քո ձայնագրիչը, ու դու քո ձայնագրիչը անհայտանում է, ինչ որ պահի դու ես անհայտանում, դրա համար ի տարբերություն վիդեոյի աուդիոն կարծիքով ավելի լայն հնարավորություններ է տալիս։ Եվ շնորհակալություն այսքանը Վերջը ոդքասթի ու ռադիոյի սովորական ռադիոյի տարբերությունը որն է Նինա, Սամսոն երկուսը եթե արձագանք ունեք, հիմնական տարբերությունը որն է։ Դե հիմնական ասում են որ կա երկու տարբերություն, մեկը որ ոդքասթը նիշային է ավելի համեմատած ռադիոյի, քանի որ հասանելիությունը անգլերենով ասում են on demand դա երկրորդ տարբերությունն է, այսինքն դու կարող ես ոչ թե ռադիոյում հաղորդումը գնում ու դու պետք է այդ պահին դինես ռադիոյի դիմաց որ լսես, այլ քեզ երբ հարմար է կարաս լսես ու ինտերնետի տարբեր տարածքում ինքն էլ տարածվում է ինտերնետով ու հասանելի է ամեն տեսակ մարդու։ Դրա համար կարող ես ընտրել շատ նիշային թեմաներ ու գտնել քո լսողին։ Ես նաև կարծեմ որ Podcast-ի դեպքում ավելի ազատ ես ստեղծագործել, այսինքն եթե կան շատ հստակ ռադիո կանոններ, որ ասենք պետք է 7 րոպեանոց ռեպորտաժի մեջ տեղավորվես, podcast-ի դեպքում այդ մի քիչ ուրիշ է, ավելի ազատություն ունես, օրինակ հետ podcast-ը անում ենք մինչև 30 րոպե ռեպորտաժներ, հատուկ եմ ընտրել մինչև 30 րոպե, պատկերացնելով, որ Երևանում օրինակ ինչ-որ A կետից B կետ հասնելու համար տրանսպորտի մարշրուտի կամ ավտոբուսի մեջ 30 րոպե երևի պետք կգա, միջինում 30 րոպե, բայց ռադիոյի դեպքում մի քիչ այդ ազատությունը դու չունես ընտրելու Ոչ միայն ժամանակային չէ տարբերությունները, ինչպես լրագրության եւ բլոգինգի դեպքում տարբերությունները շատ են։ Մարդիկ կարող են ավելի ազատ լինել, հեղինակները խմբագրական կանոններ չունեն հաճախ, ավելի անձնավորված կարող են լինել, փորձարկումներ անել ֆորմատների հետ, այս դեպքում մենք գործունենք աուդիո բլոգի ֆորմատի հետ, որ ամեն մարդ ինքը կարող է որոշել ինչ ձևով անել, ինչ ոճով անել, որ հարթակներում տարածել եւ հարթակների մասին եմ ուզում խնդրել, որ խոսեք կամ գուցե ցույց տաք, ես կարող եմ ինքս ցույց տալ նախ մեդիայի ոդքասթի բաժինը, որի մասին խոսեցինք, որովհետեւ մեզ հարցնում են, թե որտեղ գտնենք համացանցում եւ որ գործիքներում, ահա Ես կիսելով էկրանս ուզում եմ ձեզ ցույց տալ Media AM կայքի ոդքասթի բաժնում տեղակայված ոդքասթերը, այստեղ նաև մեր խոսնակների այդպես էպիզոդները կարող եք գտնել, սրանք լսիր ինձ հիմա ծրագրի շրջանակում ստեղծված ոդքասթերն են, շատ տարբեր թեմաներով Եվ մինչ այս սեսիան մենք խոսեցինք նաև էնցիկլոմեդիա ոդքասթի մասին, որը հենց մեծագրագիտության թեմաներով է եւ այն թեմաները, որ մինչ այդ խոսել էինք դավադրության տեսություններ եւ այլն, հենց այստեղ կարող եք գտնել տարբեր էպիզոդներ։ Բայց եթե այլ հարթակներ, հավելվածներ ու գործիքներ կարող եք հուշել, կարծում եմ շատ օգտակար կլինի մեր այս պահի մեզ հետևողներին։ Եթե ես ասեմ, եթե podcast-ը ամենահարմարն է լսել հեռախոսով, ձեր բջջային հեռախոսով, ու կապված նրանից, թե դուք Android համակարգով հեռախոս ունեք, թե iOS-ով, այսինքն iPhone, շատ
տարբեր հավելվածներ կան, եթե դուք iPhone ունեք, iPhone-ի մեջ կա podcast հավելվածը, կարող եք այդտեղ մտնել, փնտրել ցանկացած podcast, գտնել, բաժանորդագրվել ու այդտեղ լսել, եթե դուք ունեք Android հեռախոս, անգլերեն ասում են podcast catcher, այսինքն podcast լսելու համար հավելվածներ կան։ Ես օրինակ օգտագործում եմ Google Podcast-ը, բայց Google Podcast-ից բացի այլ շատ հավելվածներ կան։ Նույն ձև ներբեռնում եք ու փնտրում եք ձեր ուզած podcast-ը, բաժանորդագրում եք եւ լսում եք։ Ես էլ եմ Google Podcast-ով լսում, նաև Հայաստանում իհարկե հասանելի չի Spotify-ը, բայց դրսում նաև Spotify-ն է podcast լսելու հարթակ, ու իրանք էլ արդեն սկսում են հայտնի podcaster-ների հետ էքսկլյուզիվության պայմանագրեր կնքել, դրա համար հետագայում կարող է ուզած որոշ podcast-ներ մենակ Spotify-ով կարողանաք լսել։ Նաև համակարգչով միշտ չի, որ հարմար է լսել podcast, որովհետև podcast լսելուց սովորաբար մարդիկ multitasking-ով են զբաղվում, մենակ ամաններն են լվանում կամ չգիտեմ որևէ այլ գործողությամբ են զբաղվում ու միևնույն ժամանակ podcast են լսում։ Ամերիկայում մեքենա քշելուց են շատ լսում, դրա համար Ամերիկայում օրինակ ամերիկյան podcast-ները միջինում 50 րոպե եւ ավել են, կամ որ այնտեղ մի ժամ մոտավորապես մարդիկ ծախսում են աշխատանքից։ Տարածությունները մեծ են, այո, եւ դա հաշվի առնելու։ Մեզ մոտ ես գիտեմ, որ որոշ ոդքասթեր, ինչպես հետքին, այնպես էլ էնցիկլոմեդիա, նաև ավանդական ռադիոներ հեռարձակում, որպես հաղորդումներ, դրանք գնում են եթեր եւ կարող եք լսել նաև այդպես ավելի որ ավանդական հաճախություններում այդ թողարկումները։ Մեկ ուրիշ տարբերություն, որ ավանդական մեդիայի ու բլոգինգի դեպքում ակնհայտ է, դա լսարանի հետ կապն է, ներառումը, արձագանքը։ Դուք ձեր փորձառությունը ինչպիսին է, դա օգնում է, թե խանգարում է, երբ ոդքասթը օնլայնում է, առցանց է, սոցիալական ցանցերում է եւ որոշ դեպքերում գուցե ատելության խոսքի հեղեղ լինի կամ ինչ-որ վիրավորական կոմենտ լինի կամ գուցե հակառակ օգնում է ձեզ լսարանը ստեղծել ձեր բովանդակությունը։ Ինքս ատելության խոսք ոչ ստացել եմ, ճիշտ ասած, գիտեմ, որ ոդքասթներ, որոնք ես լսում եմ, դրական փորձ ունեն համայնք ստեղծելու, ամերիկյան շատ ոդքասթներ, ու նաև արդեն սկսում են պատմություններ ստանալ իրենց ունկնդիրներից, դա դրական փորձն է, չգիտեմ, եթե դու բացասական գիտես։ Երեական համայնքի մասին ոդքասթը որ հրապարակեցինք, մեր Facebook-յան էջում ինչ-որ տարբեր մարդիկ մտան ու շատ վատ կոմենտներ գրեցին, վիրավորական կոմենտներ գրեցին, որոնք որ մենք ստիպված եղանք ջնջել, իհարկե նման դեպքերից երբեք, այսինքն չգիտես կլինի, չի լինի, որովհետև լսարանը շատ լայն է, տարբեր են մարդիկ, երևի թե մի այդ բացասական փորձը հետ է եղել, նաև ասեմ, որ երևի թե մեր մասնակիցներից շատերը ունեն Facebook-յան հաշիվներ, Facebook-ում կա խումբ, կոչվում է մենք լսում ենք podcast, այդտեղ հավաքված են այն մարդիկ, ովքեր որ եւ podcast են ստեղծում եւ podcast են լսում, այսինքն կարող եք իրար podcast-ներն խորհուրդ տալիս, նոր էպիզոդներով են կիսվում, այսինքն եթե ուզում եք դες հետաքրքիր է podcast-ները, նաեւ ինչ-որ խորհուրդներ հարցնեք եւ ես եւ Նինան այդտեղ անդամներ են, կարող եք փնտրել, մենք լսում ենք podcast խումբը Facebook-ում, ես նաեւ ունեմ հետ podcast-ի խումբը էլի Facebook-ում, կարող եք եթե դες հետաքրքրեց այդտեղ անդամակցել։ Այո, միացեք համայնքին եւ թե մեր խոսնակները, թե այդ խմբի մյուս մասնակիցները նաև պատրաստ են օգնել ձեզ սկսելու ձեր առաջին քայլերը անելու։ Առաջին քայլերը անելու համար գուցե հուշեք նաև, թե ինչ տեխնիկա, ինչ սարքավորումներ են պետք ամենապարզ տարբերակով աշխատելու, սկսելու համար։ Արդյոք կարելի է միայն հեռախոսով սկսել, թե ինչ-որ բարդ եւ թանկարժեք սարքավորումներ են պետք։ Ինձ թվում է, եթե համ հեռախոսով, համ սարքավորումով իհարկե հնարավոր է անել, բայց եթե դուք հեռախոսով եք անում, ուրեմն արդեն մոնտաժի մասով պետք է շատ հմուտ լինեք, որպեսզի ապահովեք
ձայնի որակ ու մրցեք այն մարդկանց հետ, ովքեր պատրաստում են ոդկասթներ մասնագիտական տեխնիկայով։ Ես կասեի ձայնագրիչ, եթե հնարավոր է, ամենասովորական փոքրիկ ձայնագրիչն կլինի, եթե լավ հետևեք օրինակ հարցազրույց անելու կանոններին, փոքրիկ ձայնագրիչն հերիք է, մեկ էլ ինչ որ ծրագիր խմբագրելու համար, post production-ի համար, հիմա այդպիսի ծրագրեր շատ կան ու որոշ անվճար ծրագրեր կան, դրա համար եթե միտք ունեք խմբագրելու, ի տարբերություն վիդեոյի, աուդիոյի խմբագրումը մի քիչ ավելի չեմ ուզում ասել հեշտ, բայց ի տարբերություն վիդեոյի մի քիչ ավելի շատ ճկուն կարող է լինել։ Bara påskar in